գիտեք, որ ադրբեջանցիների հետ հնարավոր կլինի լիարժեք խաղաղություն բարեգրացիական 100, եթե ասեմ 1001% կհավատաս, ադրբեջանցին ավելի խաղաղասրակ, քան մենք։ Մենք անընդհատ բզբզացող ազգ ենք, անընդհատ մուշ վանսասուն ու հեքիաթների մեջ, անուշների մեջ։ Ադրբեջանը ինչ արել։ Ադրբեջանը ինչ Ղարաբաղը քոնն եղել, Փաշինյանը տվել, հա։ Այդ երբ ա, հələ մի հատ ասա իշի պես զռեմ։ Երբ ա եղել, պատմակ բան, փաստացի երբ ա Ղարաբաղը քոնն եղել։ Այդպես բան։ Մի հատ ցավալի վիճակ իմ Հայաստանում։ Այսօր ադրբեջանցին Փաշինյանի պաշտողների համար ավելի մոտիկ ու հարազատ է դարել, քան թե Ռուսաստանի հայը։ Մի հատ տարօրինակ փաստ։ Այսօր արդեն շատ ահազանգեր եմ ստանում են Հայաստան չես գալու, Փաշինյանը ընտրվեց, այլ զոմբիներից չկպնես իմ սաղ ընտանիքը զոմբի է, այսինքն ասած բառեր են ասում ինձ։ Ուզում եմ հասկանալ, դուք հային վախացնում եք Հայաստան գալ, հա, բայց թուրքերին ուրախ եք ընդունել, լուրջ եք ասում։ Ինչի՞ ես մի քանի տարվա մեջ իմ Հայաստանս այսօրին հասավ ու ինչ-որ մի հատ հոգեկան հիվանդ կարողանում է բոլոր իր զոմբիներին հավատացնի, որ Արցախը մերը չի եղել, Հայաստանը պետություն չի ունեցել եւ նման շատ բաների հավատացնում է, Արարատը մերը չի։ Մի խոսքով ժողովուրդ, սրանից հետո Ռուսաստանի հայեր կլսենք մեկնումեկը փողեր ուղարկեք Հայաստան, մեզնից չնեղանաք։ Դե թող իրանց զոմբիներով իրար մեկը մեկին օգնեն։ Ադրբեջանցիներից օգնություն խնդրեք։ Она же нефтяная страна, ձեզ լավ կօգնեն։ Դե Ռուսաստանի հայերը բանի պիտանի չեն։ Թեպետ ես Ռուսաստանի հայ չեմ, բայց սրտիս շատ է դարտեղնում, որ մեր հայերին այսօր բաժանել եք այսպես մաս մի հատ հոգեկան հիվանդի հետևից գնալով։ Չգիտեմ էլ դաժե այսօր ես ձեզ շնորհավորեմ, թե ցավակցեմ, ցավակցում եմ ազգիս կեսը, էլ չեմ շարունակում, դուք շարունակեք։ Կստացի մոռացա ասեմ, այսօր արթնացել եմ, գիտեք ինչքան ադրբեջանցիներ են Facebook-ից կոմենտարիաներում մեզ շնորհավորում, որ իրենց սիրելի Փաշինյանը ընտրվել է, ուրեմն իրենց համար ամեն ինչ լավ կլինի։ Ուղեղներդ մի քիչ շարժեք։ Էս ինչ արեցիք, բայ Աստված իմ։